Բարի երեկո, սիրելի բարեկամներ, բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ։ Չեք պատկերացնի այսօր ինչ հրաշալի հյուր ունենք մենք, հայտնի գիտնական, հոգեբան, պրոֆեսոր, հրաշալի մարդ, լավ զրուցակից եւ իմ վաղեմի ծանոթն ու ընկերը Սիլվա Բարխուդարյան։ Ողջույն Սիլվա ջան։ Բարևաշա ջան։ Ամեցից լսի Սիլվա ջան։ Մերսի։ Ոնց ես։ Մերսի Աշա ջան, բարև քեզի։ Ես շատ ուրախ եմ, որ երկար տարիներից հետո մենք կրկին հանդիպեցինք եւ դու այսօր իմ տաղավարի հյուրն ես։ Շատ ուրախ եմ դրա համար։ Նմանապես, ես էլ նույնպես։ Իվիճալը սիրելի բարեկամներ, մենք Սիլվայի հետ շատ հին ծանոթներ ենք, դեռ Երևանից, դեռ Հայաստանից։ Հիշում ես Սիլվա։ Այո։ Եվ հիմա Սիլվան շատ մեծ անուն է համաշխարհային գիտական աշխարհում եւ հայտնի մի մարդ։ Իվիճալոց ասեմ, որ Սիլվան դասավանդում է Քեմբրիջի եւ Հարվարդի համալսարանում եւ նրա ուսանողներից մեկը այս վերջերս արժանացավ Նոբելյան մրցանակի։ Ճիշտ է Սիլվա ջան։ Այո, շատ ճիշտ է։ Թեման վստահ եմ սիրելի բարեկամներ, որ բոլորիդ շատ դուր կգա, քանի որ մենք այսօր խոսելու ենք նմանակների մասին։ Ման գագաս մեվան հարցնեմ կեզանից։ Արբեք ես հազար անգամ ասել եմ, ինձ պարոնով մի դինի, եթե ուզում ես կուլտուրական խոսես, ասա բարբետ, ուստա, եղա։ Ես դոկտորի խալատակ է։ Ես էլ մազի դոկտոր եմ է, ոչ թե կթի մազի, այլ իսկական, որինակ կթի մազը ստրեսից առաջան։ Ճիշտ ես ասում։ Երեք մի հատ հայկական սերիալ էի նայում, ներվայնացա, ու իրեք հատ կթի մազ աճեց, պատկերացնում ես, հա ինչ էի խոսում, հա, վարսավիրները երկու տեսակ են լինում, մեկը սովորական վարսավիրն, հա, են մեկն էլ, են վարսավիրն է, որը մազի հոգեբանությունն է հասկանում, ես այդ երկրորդ տիպի մեջ եմ մտնում, էլի, ես թվում է, որ դու գալիս ես ստեղ մազերը սարքելու, ես մենակ մազերը եմ կտրում, հա, Բա հե։ ես քո հոգեկանն եմ բուժում, գլուխը դու հոգեկան եմ։ Իվետ ջան, տնունդը շնորհավոր վարպետ ջան։ Անետ ջան, ցավը։ Ես քեզ կներես ուշադր사 մի քիչ։ Ինչ կարիք կար, ինչ կարիք կար։ Սրտե։ Ինչ կարիք, հա, Սրտե։ ինչ կարիք կար։ Վստի։ Օ, բասի։ Իա, բայց շնորհավոր եմ։ Բասի։ Երազանք պահի։ Happy birthday to you։ Happy birthday to you։ Happy birthday, happy birthday. Happy birthday to Arto. Չի։ Այս էլ սեն։ Վստի։ Շո երազանքները իրականանան, ինչքան երկար վարվեց բախում։ Լսի։ Հա։ Բայց ուր են հյուրերդ։ Յուր չկա։ Չկա, թե չես կանչել։ Դե չեմ կանչել։ Ծննդի զայլա չկա, սիրտ չկա։ Մեզ մի հատ խմելու բան բերեք, էլի։ Լավ է, Անետ ջան։
Bezdirende da. Bedava kaşı. Sanamayan Masihanuti Masihama Uriş Ahbercan. Porsi. Davay kaşı mı amacı? Իսկապես շատ է տիրախ։ Ինչով կարող եմ օգտակար լինել։ Դու ինձ չես կարա մոռացի։ Բայց թութակից կարաս լիքը օգնացրնես։ Օրինակ, Կենթանի վարժեցնող չես։ հա, Վարժեցրա գամպրից։ կոմպուր։ Անունը գամպրը։ Հողորմացիկ շանես անունն է։ Իսկ իքեն խոսացողներից, հա։ Շունես։ Դու չէ, թութակը։ Բայց կեզ դրա համար չեմ կանչել։ Գամպրս խոսալուց չի նեղվում, էլի։ Այդ դեպքում բան չեք ինձ կանչել։ Քֆուլ անում։ Թութակը։ Ասկցար։ Հելմ էտ քրպից դրաներա։ Քրպիլ արա։ Չի խրվում։ Չի։ Հարգում է էլի երևի, նոր մարդ հայք է մեր տունը, խելացի է։ Չեմ հասկանում, ինքը իսկական հայուանքներ անում, թե անպարկեշտ, ասենք, արտահայտություններ։ Արա, մոտի գարին է, մոտի գարին։ Հաստատ, էդ դուք եք սովորացրել։ Ով ես։ Արա ես ճանանչված տղա եմ ինձ մաֆիոզ բոբո են ասում, քֆուրտալ է, ինչ չի սազում։ Լավ, բայց դեպքում ումից է սովորել, լավ ես։ Արա իրա պապայից երևի։ Հիմա դու կենթանի վարժեցնող ես, թե քննիչ։ Չէ, ուղղակի ես ուզում եմ հասկանալ թութակի մոտիվացիան։ Սրա, Հա, արա սրա մոտիվիզացիան ինձ խայտարականելն է։ Երեք հորողբորս բնեց մի հատ քրվեց, խեղճ մարդու սիրտը վատացավ։ Պրաստ է դու ես սովորացրել։ Արա չէի իմանամ թութակին տպեմ, թե հորողբորս։ բայց լուրջ բան ասել։ Հիմա նայ, մենակ չի քրվում է, հիմա բարերը երկով կապում է իրար։ Ասենք, տիրոջդ տանը նայ, նայ, կարաս կլիպ նկարես հանգիստ էլի։ Հասկացա։ Իսկ ինքնաբուխա հայոյում, թե միտումնավոր։ Ախպեր, կարող է ջոգում ես ես եմ թութակ վարժեցնողը, եսի չարցր ես տալիս։ Դու արդեն երկու հատ դեղին քարտ ունես, երորդը ընեմ էտ նայ ուշադիր ձերներից, երորդը նայ ձերը սուրա գնան, նայ Հանգստացի հլը, այ լսար, շատ պարզողում, մանայ, ուշադիր ինձ ես լսար, սրան, տանում ես հետըտ, պարապում ես ինչ ես անում, մի խոսքով, որ ես էր քֆուր չտա, մի շապատ ժամանակում ես, թե չէ, քեզ եմ դնելու ես վանդակի մեջ, ասկցար, Ես այդ մի շապ... Արա քեզ ինչ եղավ, նոր լավ էիր, Չէ, սա ուղղակի սովորություն է։ Ես որ ներվային անում եմ, սկսում եմ կակազել։ լավ էդ քո պրոբլեմն է, այստեղ, հարի, բրնի, մի շապատ ժամանակ ունես, վրա, դավայ գնացիր, Բայց ես ո՞նց գնացիր ասի, Este supermarket du ari Supermarket esti Esti համեցեք դուք մի
կլասիկը լավն է։ Բայց չէ որ անցել են այսքան տարիներ։ Glendale Level Restaurant and Lounge ունի նոր առաջարկներ։ 12-ից մինչև 6-ը Happy Hour, հուկա, պիցա եւ խմիչք ընդամենը $33։ Եթե դուք ունեք 401k-ներ կամ այլ retirement պլաններ ձեր գործատեղերից, ապա միայն դիմեք Legacy Partners-ին tax-free rollover-ներ կատարելու եւ ապահովելու ձեր եկամուտը ամբողջ կյանքով մեկ։ Բարի գալուստ Eric Sweet Creation, որտեղ թարմությունը համն ու բույրը միահյուսվում են սիրով։ Տորթեր բոլոր առիթների համար, ծննդյան, հարսանեկան եւ տոնական պահերի։ Eric Sweet Creation, քաղցրություն յուրաքանչյուր։ Sis Food Court, համեղ ուտեստներ, հյուրընկալ ընդունելություն եւ բարձր սպասարկում։ Հեռախոսահամար 818 242 1958։ Osis Food Court։ SVH Travel Եվ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Մի բան ասա խմենք, վարպետ Արտո։ Հավաս չունիմ, հավաս չկա։ Ինչի՞։ Հող չկա։ Անետ ջան։ Հմի ով ավտո գտզեք չէ։ Ավտոյի կալոսը կթողնի։ Ավտոն կփոխեն։ Իա, իմ գործերներ լավ չի։ Հիմա ով ասես բլոգերա դարել։ Արտո են հարևանի շունը TikTok-ում ավելի շատ ֆոլոուներ ունի, քան ես։ Այդ հետևորդներ են։ Ես ես ստիպված գնացել ֆարմասի եմ աշխատում։ Կարելի է երեխեք ձեր հետ նկարի, պարոն Հակոբյան։ Գրքի սիրելի գերասանի ձեր լաճան։ Բալը ժպտա։ Ավրիս։ Այսա լավ է։ Իմ կինը գժնում է ձեզ համար, մերսի շատ։ Մերսի շատ։ Հաջողություն։ Էս ինչ էր Արտո։ Դո ես ինչ գիտեմ ինչ էր։ Անետ ջան, Գյումրի, միադմ դերասան կա, Արթուր Հակոբյան։ Հա, իմ սիրած դերասանն Արտո։ Հա, յանիմ կսեն ես իրան շատ եմ նման։ Ու այդպես կան նգարվի նոր օր եկել էի Ամերիկա, դո խելերցրին, պարոն Հակոբյան կարելի է ձեր հետ նգարվել, կսեմ չէ էլի, ես այդ պարոն Հակոբյանը չեմ, տեսա չի եղնի, թող նգարվին ուրախանան։ Բայց ճանաչում ես Արտուրին Հակոբյան անձամբ։ Չէ, ուր դիսպիտի ճանչեմանի գուր, ես ուր։ Հալավ Գյումրիում էլ չես տեսել, գոնե մի անգամ։ Անետ ջան, Գյումրին, 5 անգամ Լոս Անջելեսից մեծ է, ուրդեղ տեսնեի։ Էդ ինչով ա մեծ։ Սերդով, Անետ, սերդով։ Էդ համաձայն եմ։ Չարչի։ Լավ չես Անետ, լավ չես։ Արտո։ Լսի, դու չես պատկերացնի հենց նոր ինձ $1 միլիոն գաղափար տվեցիր։ Լավ չես Անետ, ես։ Հա, դու։ Վաղը ժամը 12-ը կնես մեր տանը։ Չեմ կրնա, գործ ունիմ սուտ։ Լսի, եթե իմ մտածածը իրականանա, քեզ էլ պետք չի ընդհանրապես աշխատել։ Վաղը սպասում եմ իմ տանը։ Կսպասեմ, կգաս։ Հա, Անետ ջան, հա։ Զանաս։ Ֆրշավ։ Հաստորեն Սիլվա ջան, ստացվում է, որ յուրաքանչյուր մարդ աշխարհում ունի իր նմանակին, որը գրեթե նույնն է,
բայց այլ բնավորությամբ ապրում է այլ աշխարհում, այլ սոցիալական կարգավիճակով, հա։ Այո, շատ ճիշտ է։ Պատկերացնում ես Սիլվա ջան։ Մարտիր բոլոր նմանակներին ճանաչեր, սրանց բոլորին մի օր հավաքեր միտեղ ու ամեն մեկին մի գործի տար։ Մեկը, ասենք, իմ փոխարեն հաղորդումս կբարեր, մեկը տարբեր գործերով կբազվզեր, այն մեկն էլ կմասնակցեր, ասենք, հանդիպումների, հարցազրույցների, ես էլ ոտքիս գցած Սիլվայիս հետ բազմոցին նստած կհանգստանայի։ Աշոտ վերադարձի։ Էլի գնացիր երազներիդ մեջ անցյալի։ Ավայ։ Եվ Դա շատ լավ է հնչում Աշոտ ջան, բայց իրականության մեջ դա կարող է շատ լուրջ դժվարություն ստեղծի։ Այսինքն Հիմա մի օրինակ բերեմ, որ մի դեպք է պատահել Եվրոպայում, որ իրական պատմություն է։ Ախպեր, կարող է իմանաս, ես ինչ հաշիվա։ Չէ, ախպեր ջան, չիդեմ։ Դու Անետին ճանաչում ես, որ քեզ կանչել է։ Հա, Անետին գիտեմ, որ ինքը լուրջ մարդ է, հենց ըմբես չէր կանչե մեզի։ Ինչ է։ Այդ մազերը ով ասարք է։ Վարսավիրս։ Ամոթ քեզ։ Չի։ Ամեն պատահած մարդու Վարսավիր կասեն տո։ Այդ նույնն է, որ սոկ ծախողին ասես բարմեն։ Քինաչու գործն արե։ Հերու կն ախպեր ջան։ Հələ սպասի։ Ինչ սպասեմ։ Էս մազերդ մայոնեզով ես լվում։ Չէ, գաջով։ Շապունով ինչով։ Չէ, ես մինչև չխառնվեմ ես գործը գլուխ չի գա, չէ։ Դու չեմ ուզը, այ ախպեր ջան, մի խառնվի։ Սպասի, հա։ Դու ուզելով չի, այ մարդ, փող չեմ ուզում։ Մի հատ կարգի բերեմ, դո։ $200 կտաս վերջացավ գնաս։ How much? Էս ակաշները դել լավ չի լսում, հա ոնց որ։ Բանը գգաս իմ մոտ, հատու գործիքով, ակաշների մեջի ծծումբը կհանեն։ Այդենա։ Դու հատուկ գործիքով կուղեղիդ միջից ծածումբը հանե որ գիտենաս ուր ինչ կխոսած։ Այ մարդ արի դզեմ էլի։ Չեմ ուզե բայ։ Քու համար եմ ասում, բա, դե արի լավություն արա մարդու։ Չեմ ուզե, չես ուզում մի ուզի։ Բարև ձեզ տղեկ ջան։ Բարև, ախպեր ջան։ Նստի։ Այս քեզ էլ են կանչե։ Հա։ Այդ ձերին այդ ինչա։ Բանդակ։ Մեջտեղ թութակը։ Վայ, ինչ լավ որ եկել ես այ ախպեր, ես թութակի գիժ եմ, այնքան թութակասեր մարդ եմ, հələ բաց մի տերանք տո։ Լավ է, չսեցիր մի ադմ թութակի մազերն է կդրեմ։ Տո որ պետք կլի մազերն էլ կկդրեմ, ունքերն էլ կկդրեմ, ինչ է եղել որ։ Հələ բաց ախպեր ծանոթանանք մի հատ։ Չէ, տղեկ ջան, ամեն լավը չբացեմ էլի, գործ չունենք, աղբորպես։ Յանչի, վախենաս կմեզի ուդե։ Վախենալը չէ, այս թութակը իմը չի տղեկ ջան, ես եմ բոբոյի թութակն է, մաֆիոս բոբոյի։ Տո բոբոն մեր լավ ընկերն է, տո վախտին բակերը դզել եմ, բոբոյի թութակը մեր թութակն է, բաց արա, բաց ախպեր, բաց, մի հատ տենանք մեր ախբոր թութակին։ Ամեն լավը չբացեմ էլի աղբորպես, Ոտ այս թութակը շատ ուժեղ քֆուրներ է տալիս։ Մի բոբոն այս թութակին տվել է ինձ, որ սովորացնեմ էլ քֆուր չտա։ Դեռ գործ չունեք աղբորպես, շարից հեռու։ Գեշին քֆուր կենե։ Սարսափելի քֆուրներ։ Տո թութակի տված ուշունցի ինչ պետք է լինի, բաց արա մի հատ տենանք։ Ինչ լավ է նա, տո անունդ ինչ է անուշ ախպեր։ Բարի լույս չկա, այ
Точно его ахмах тернես, то հայվան։ Դո տիրոջ տիրումերն էլ, քո տիրումերն էլ, այ Դու ինչ ես որ տերդ ինչ լնի է։ Ծածկի։ Ասում են, չէ, չի հավատում։ Ոյ շնոր կենթանի։ Բարև ձեզ։ Բարև, ախպեր ջան։ Բարև։ Նստի։ Հա։ Քեզ էլ պերման ենթարգե։ Հա։ Այսինքն դու էլ ես հրավիրվածների ցուցակի մեջ։ Հա, անունս Պեպոյա։ Որ քո անունը Պեպոյա, ուրեմն իմ անունն էլ բազազ Արտեմա, բայց Գիկորից չէ, TikTok-ից։ Բարև ձեզ։ Հիմա վստահ եմ բոլորդ հետաքրքրում է թե ինչի եմ ձեզ այստեղ կանչել։ Կիմանաք, բայց մի քիչ ուշ։ Իսկ այդ ընթացքում իմ պրոֆեսիոնալ մասնագետները ձեզ հետ մի քիչ կաշխատեն, հենց որ գնան կողքի սենյակ։ Սիրտս վատ բանա գուշակում, վայ թե սեկտա ենք ընկել։ Ինչ սեկտա։ Չէ, իմ մասնագետները դրանք պրոֆեսիոնալ վարսավիրներ են։ Բա ասում եք լուրջ գործի համար եմ կանչում, բա Հայհարկե, էլի լուրջ գործ է, շատ լուրջ գործ է։ Բայց վստահ եք էլի ինձ։ Մի քիչ վստահ եք ու ձեր բոլոր սպասելիքները կիրականանան։ Ես 1000 տարի է անետին գիտեմ։ Ու լրիվ իրան կվստահ են։ Դե որ եկե հասել ենք ստե ուրեմն պիտի միջև վերջ գնանք, էլի տայեք։ Գնացինք, եկեք։ Գնացինք։ գնալ տեսեք սրա վերջը ինչ է, հա։ Արոմա սուպերմարկետ, վայելեք լավագույնը։ Ես Քորի Թաթարյանն եմ։ Եթե ձեզ անհրաժեշտ է վթարի վնասվածքների համար փաստաբան, դիմեք ինձ։ Մենք կպաշտպանենք ձեր իրավունքները։ Զանգահարեք մեր գրասենյակ։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Հասեն 333 North Verdugo Road Glendale, ամրագրման համար 323 300 0003։ Ցանկացած ակսիդենտի դեպքում, երբ որ զանգում են մեզ, մեքենան գնում ենք, բերում ենք մեր մոտ, ինշուրանսից գումարը վերցնում ենք, ձեր մեքենան ֆիքսում ենք, ամբողջությամբ հետ ենք վերադարձնում ձեզ։ Մոնար։ 747 699 7999 Նախնական պատվերների համար զանգահարեք նախորոք։ Սանամյան Meat Market 747 699 7999 Լիովին վերանորոգված եւ վերափոխված Cielo Banquet Hall-ը ստեղծված է շքեղ միջոցառումների անցկացման համար։ Cielo Banquet Hall 818 504 8245 Միայն Legacy Partners ինշուրանսում կարաք ձեռք բերեք մինչև $2.5 միլիոն կյանքի ապահովություն առանց որևէ քննությունների։ Զանգահարեք, սկսենք այսօր։ Հատուկ օրվա համար պետք է հատուկ ծառայություն։ One Dream Limo, ձեր հարսանիքների, ծնունդների եւ VIP միջոցառումների լավագույն ընտրությունը։ One Dream Limo Պարոն Ղազարյան ջան, здравствуйте։ Բարև Կարաջան, ինչ լավություն։ Պարոն Ղազարյան, չեք պատկերացնի, բայց երեկվանից այնքան զանգեր եմ ստացել, քանի հոգի արդեն զանգեց ու ասեց, որ գրել են իրանց նմանակներին։ Գիտեք ինչ ռեյտինգ ունեցավ հաղորդումը։ Լուրջ ես ասում, կարո՞ղ։ Դա մի կիներ զանգել էր ասում էր, որ արդեն քանի տարի ապրում է իր ամուսնու հետ ու կասկածներ ունի, որ արդեն 25 տարի է ոչ թե իր ամուսինն է, այլ նմանակն է։ Կրակ են ես մարդիկ, կրակ։ Ինչ ասես մոգոնում են, Կարաջան։ Այդ կարող է ճիշտ ասում։
Կարա ջան, ուղղակի այդ կինը երևի հոգնել է իր նախկին ամուսնուց։ Ուրիշին է ուզում։ Բայց դուք ամենասենսացիոն զանգի մասին չգիտեք, պարոն Ղազարյան։ Երևանից մի տղամարդ էր զանգել ու ասում էր, որ իրական Աշոտ Ղազարյանը ինքն է, ոչ թե դուք։ Աստված ես Աշոտ Ղազարյանը չէ։ Ну, не знаю։ Ասում էր, որ գրին քարտը իրականում ինքն է շահել ու իր փոխարեն դուք եկեք էլ Միացյալ Նահանգներ։ Պահանջում էր, որ դուք հետ գնաք Երևան, ինքն էլ գա այստեղ։ Այա։ Աստորեն բռնվեցի, հա, կարա։ Կարոջը։ Ասեմ, իմանաս։ Ջենիֆեր Լոպեսի արև Աշոտ Ղազարյանը ես եմ միակ ու անկրկնելին։ Եղավ։ Դու կոնեսն։ Դու տվայ։ Կարա։ Կարա դու ոչ գցելու բան ես, ոչ էլ պահելու, ծամտանը։ Ուրեմն այսպես, մինչև բունյութին անցնելը ես ուզում եմ կարճ համառոտ ասեմ, թե ինչ ենք բոլորս այստեղ հավաքվել։ Գոյություն ունի նման մի հավելված հեռախոսի մեջ, որ դու նախընտրում ես քո ցանկացած արտիստին, նշում ես քո երկիրը, քաղաքը, որտեղ որ ապրում ես, եւ համակարգը գտնում է համապատասխան մեկին, ում որ դու շատ ես սիրում, քո սիրած աստղին։ Աստորեն Tinder, հա, բայց տաղանդավորների, էլի։ Այ պիզա, դու Tinder-ից էլ կաղապար ունիս։ Տո, ես որ Tinder-ով աղջիկ էի կպցնում, տո դու ուր էիր, է։ Լավ, կարծում այսքանը հասկացանք։ Անցնենք առաջ։ Խնդրում եմ բոլորիդ ուշադրությունը էկրանին։ Հա? Սա Արթուր Հակոբյանն է։ Հա։ Սա կերպարանափոխված Արթուր Հակոբյանը։ Ոյ, հորա Սարև։ Ոնց որ նույն մարդը լինի, տո։ Արա նա է։ Սա Աշոտ Եդիգարյանն է։ Ինչը նման է ինձ ես մարդը։ Կարող է զույգ աղբեր ու դե վրես խաբար չկա, հա։ Սա մեր շատ սիրելի Աշոտ Ղազարյանն է։ Արա, ինձ ասել էին, որ ինձ շատ նման է։ Բայց որ ես կարգի չգիտեի։ Ջերի, երկու կատիլ։ Սա նույն ինքը Սարատիկյան Հայկը։ Ոյ, Պեպո, ինչ է նման ա քեզ։ Ինչ դժգոհ ես։ Չէ, հարցը չի։ Բա հարցը որն է։ Դե ինձ օղակի միշտ Դելոնին էին նմանացնում։ Որ են Մասիցի Դելոնին։ Չէ, Ալեն Դելոնին։ Լավ, անցանք առաջ։ Սա Իվետա Եդիգարյանն է, իմ նմանակը։ Ну, այսինքն ես եմ իր նմանակը, ну կապ չունի։ Է հասկացանք, որ մենք այդ դերասանների շատ ավելի ճիշտ նրանք մեզ շատ նման են։ Հետո այն, որ օգտագործելով այդ ահավոր նմանությունը, մենք կարող ենք ներկայանալ նրանց փոխարեն։ Ինչը։ Տղեկ ջան, ես անձամբ շատ կներեք, բայց դերասանություն անել չեմ կարող։ Ես կենթանի վարժեցնող եմ, ես կարող եմ ծառից ծառ թռնեմ, բանան ուտեմ, բայց դերասանություն իմը չի։ Կներեք, խնդրում եմ։ Ինձ որ սպանեն, ես հայկական սերիալում չեմ նկարվի։ Դառը հիշողություններ ունեմ կապված։ Ժողովուրդ ջան, իմիջիայլոց ես էլ չեմ կարա, ես ցենոֆոբիա ունեմ։ Էդ ինչը։ Դե բեմից վախում եմ էլի։ Ամար լսեք, ձեզանից ոչ մեկ ոչ ֆիլմում ա նկարվելու, ոչ էլ բեմա բարձանալու, համենայն դեպս դեռ, մինչ այս պահը։ Ընդամենը մենք հայտարարություն ենք տալու, որ Երևանից Լոս Անջելես են ժամանել ձեր սիրած արտիստները, եւ եթե ցանկանում եք, որպեսզի իրենք իրենց ներկայությամբ էլ ավելի ծաղկացնեն ձեր առիթները, խնդրում եմ դիմել մեզ։ Դա կլինի կնունկ, ծնունդ, հարսանիք, թաղում, կապ չունի։ Մեջը փող կա, հա։ Իհարկե կա։ Ձեր մի ամսվա աշխատավարձը դուք կարող եք մի օրում։ Ես կարող եմ մի բան ասել։
Ես ինչքան գիտեմ ժողովուրդ ջան, Աշոտ Գեդիկարյանը, Արթուր Հակոբյանը, Իվետան Հայկոն հիմա Հայաստանում են գտնվում։ Մենակ Աշոտ Ղազարյանն աստեղ։ Հա, ու ARTN-ով էլ հաղորդում ունի։ Հա, ինչքան գիտեմ, հա։ Այդ հարցը թողեք ինձ վրա, հա։ Ես այնպես կանեմ, որ ձեր ճանապարհները Աշոտ Ղազարյանի չի հատվի։ Իսկ հիմա դավայտի արագ գնում ենք ուրեմն մի հատ սուրճ ենք խմում, պատրաստվում ենք, հասկանանք ինչ ենք անում ու սկսենք մեր գործը, հա։ Ստոպվեք այդ մի հատ։ Ուրեմն այսպես, նախ ասեմ, որ հենց հիմիկվանից մենք պետքա մեկս մյուսի հետ խոսենք մեր նմանակների անուններով։ Որ չշփոթվենք, մարդես, հանկարծ գնանք միջոցառման, հանկարծ չշփոթվենք էլի։ Ես համաձայն եմ, որտեվ ես նեմոֆոբիա ունեմ։ Այդ ինչ է յանի։ Ես անունները մոռանում եմ, չեմ կարող հիշեմ։ Դրա անունը Պեպո սկլերոզա։ Չէ, նեմոֆոբիա։ Նայ, Պեպո ջան, դու քանի որ շատ ու շատ ֆոբիաներ ունես, դու կլինես մեր մենեջերը։ Կազմակերպիչ էլի։ Բայ, ես դեռ համաձայն եմ։ Այդ ինչ որ ասիկ շատ լավ է։ Բայց երբ ենք ռեալ գործի գնում։ Այսօր։ Ինչ գործ։ Հոկեաց։ Հոկեաց։ Հա։ Չէ, կներեք Ժորժ ջան, ես չեմ կարող։ Ես նիկրոֆոբիա էլ ունեմ։ Այդ ինչ է։ Դե մեռելներից վախում եմ, ամարդ։ Դաժե հարազատ պապուս թաղմանը չեմ գնացել։ Լնձին այ ուշադիր նայ։ Եկե մերեսիկա։ Հայ ինչ անեմ որ վախում եմ։ Մի անգամ մտա գերեզմաներ դաժե հեռախոսից Google Map-ը կորավ։ Պեպո։ Հա։ Հայ դու կարող ես փողի ֆոբիա էլ ունես։ Չէ։ Ես փող շատ եմ սիրում։ Պրոստե տանտեր փող ես չի սիրում։ Դե ուրեմն մի բան արել ես էլի որ չի սիրում։ Չէ, այ բան չեմ արել, ցավատանեմ։ Պրոստե սենց իրար համար հավասար գնում է այդ մեր հարաբերությունները։ Точнее ու կնգաս պատմություն հատո։ Ուրեմն դու պետք չի գաս։ Դու կազմակերպիչ ես, կարես չգաս։ Անետ ջան։ Իվետ։ Հա, Իվետ ջան։ Ես առաջի անգամ կիմանամ որ հայտնի մարդկանց հրավիրենք հոգե հանգստի, հոգե ճաշի, ներելն է մեզնց է, հա երևի։ Հա, էլի, հո։ Հարսանիք չի որ գնանք պարենք, երկենք, ուրախացնենք, կամ էլ անեկդոտ պատմենք։ Հասկանում եմ ձեզ, բայց մեռնողը մեծահարուստի տատիկա։ Ու այդ տատիկը ձեր, այսինքն ոչ թե ձեր, Աշոտ Ղազարյան, Աշոտ Ետիգարյան, Իվետա Ետիգարյան, Արթուր Հակոբյան իրանց ֆանատներ, ու հիմա այդ տատիկի թորը պատրաստ է $5,000 տա, որ ներկա լինեք ու երկու բառ ասեք։ $5,000։ Հա, ամեն մեկիս։ Ամեն մեկ։ Ո՞վ այլ ինչի եք նստել, ո՞վ երկացեք այդ հակ մի անգամ։ Չէ, Գագաշյան, Աշոտ ջան, այդպես չէ։ Մենք պետք է գիտենանք այնտեղ ով ինչ կխոսա, առաջինով կխոսա, երկրորդով կխոսա, որտեղ չխառնենք իրար, առաջինով պետք է բարե։ Շատ ճիշտ ես ասում, որ հետո քաոսի չվերացենք այդ բանը։ Ինչ է, ղետիկ նախապատրաստվենք, ես հիմա գնամ թուղթ ու գրիչը բերեմ, արագ մի երկու բառ գրենք, սցենարը գրենք, պատրաստինենք գնանք։ Դե ինչ, սկսեմ։ Սկսեք, պարոն Ղազարյան, բայց խնդրում եմ, ամեն մեկը ձեր տեքստերը ասեք, հա վերջում կորոշենք արդեն ինչ ոնց։ Հարգելի ներկաներ։ Այսօր մենք հավաքվել ենք հիշելու մի տատիկի, որը իր համառությամբ ինձ հիշեցնում էր իմ շատ սիրելի, իմ վարժեցրած կապիկին Ջեկին։ Ջեկն էլ շատ համառ էր։ Մինչև բանան չտայիր, ծապ չեր տա։ Տատիկն էլ ճիշտ այդպես։ Սիրում է, որ ամեն ինչի համար վճարեն իրեն։ Ինչ է ասած ես, Շորժ ջան, ինչ եմ ուզում ասել, որ ամեն մարդ պետք է գտնի իր բանանը։ Նջիր, խաղաղությամբ։ Տատիկ։ Ոնց էր տղեկ։ Հանդելուց։ Աշոտ ջան,
Զավասկոյ տադիգին համեմատեցիր կաբիգի հետ։ Մեզին դեղ ավելի շուտ կթաղեք, քան տադիգին։ Ու ասացա, առնվազն այն շնորհքություններ տատիկի սուրբ հիշատակի նկատմամբ։ Իսկ բանավել, էլ չասեմ, ասոցացվում է լրիվ 18+-ի հետ։ Ժորժան, ձեր ցավը տանեմ, ինչ ասեմ, ես կենթանի բարժեցնող եմ։ Ինչ որ զգում եմ, այն էլ գրում եմ։ Լավ, ժողովուրդ, եկեք չքննարկենք, անցնենք առաջ, վերջում նոր կքննարկենք։ Ասա Գագաշյան, այ ներողություն, Աշոտ ջան։ Ես իմ խոսքը շատ կարճ ու կոնկրետ կասեմ, առանց լիրիկաների, Կյանքը նման է սանրվածքի։ Կարաս հարդարես, սանրես, խնամես, ու մեկ էլ մի հատ թասիբով մկրատ ռաստագալի ու վերջ։ Ամեն գլուխ իրա մկրատին առաստ գալի։ Տատիկն էլ ռաստ եկավ իրա մկրատին։ Հանգիստ ննջես, տատո։ Նույնիսկ քննարկելու խոսքեր չեմ գտնում։ Անցնենք առաջ, Արտուշ, դու ասա։ Հաշվեք կանգնել եմ ոտի։ Լսեմ։ Տադը մեր կյանքի շարժիչներ։ Երբեմն խփած, մատորը խփած եկեմ, էլի։ Բայց միշտ միացած։ Մահը դզող փճող չունի, բայց գոնե մե բանım լավ էր որ տադիգը կյանքից հեռացավ։ Հեռացավ առանց ռադիատրից ջուր թողնելու։ Թող վերևում քեզի լավ յուղեն, որ հանգիստ մնաս տադիկ ջան։ Հա։ Ժողովուրդ ջան, սենց տեքստերով մենք շատ կավե են խաղանք։ Հաստատ, դրա համար սենց կանենք։ Կասենք շաբլոն տեքստեր։ Ոնց որ անգիրենանում ասում են նման դեպքերում։ Վերջ։ Հա։ Ժորժան, քանի որ ես կենթանիները բարժեցնող եմ, առաջարկում եմ խմել մեր տատիկի կենթանի կենացը։ Էստի սուպերմարկետ դու արի, սուպերմարկետ էստի, էստի համեցեք դու միշտ։ Կլասիկա լավն է։ Բայց չէ որ անցել են այսքան տարիներ։ Glendale Level Restaurant and Lounge-ը ունի նոր առաջարկներ։ 12-ից մինչև 6-ը Happy Hour, հուկա, պիցա եւ խմիչք ընդամենը $33։ Եթե դուք ունեք 401k-ներ կամ այլ retirement պլաններ ձեր գործատեղերից, ապա միայն դիմեք Legacy Partners-ին tax-free rollover-ներ կատարելու եւ ապահովելու ձեր եկամուտը ամբողջ կյանքով մեկ։ Բարի գալուստ Eric Sweet Creation, որտեղ թարմությունը համն ու բույրը միահյուսվում են սիրով։ Տորթեր բոլոր առիթների համար, ծննդյան, հարսանեկան եւ տոնական պահերի։ Eric Sweet Creation, քաղցրություն, յուրաքանչյուր։ Osis Food Court, համեղ ուտեստներ, հյուրընկալ ընդունելություն եւ բարձր սպասարկում։ Հեռախոսահամար 818 242 1958։ Osis Food Court։ SVH Travel Եվ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Հասանք։ Պատրաստեք։ Ես լրիվ մոռացել եմ։ Ոչինչ, մի անեկդոտ կպատմես կասնիկը գնա։ Լավ էլի, տվեք արա։ Արա թողեք գիշ կենտրոնանամ էլի։ Գրիշ, էս կակազում ես։ Չէ, մի քիչ կակազ է, պերեբոյ կգնի։ Մենակ ներվայնանալուց մեկ էլ խոսալուց։ Գրեր կարդելուց չեք կակազում։ Մի հատ հավաքվեք։ Հումորի երեկո չեք եկել։ Նայեք, եթե տեղում հանկարծ որևիցե մեկը ձեր տված տեքստը մոռացավ, տեղում մի բան օրինում եք ու պարտադիր բան, հանկարծ որևիցե մեկը սելֆի չանեք, ոչ մեկի հետ,
Ահա, ժողովուրդ հանգարց սելֆի մելֆի չանեք, որտեվ այդ սելֆիները, որոնքով հանգարց համացանց, այս մեր իրական դերասանները տեսան մեծ խնդիրների առաջ են կանգնելու։ Սար, տեսար ինչ խելացի տղա է։ Սենք մարդը եկել է կուզենզի հետ նգարվի, ինչ եմ հերել կծեմ, ասեմ չեմ նգարվի։ Չեմ, դեմքդ փակի, ուվեր։ Գնացինք, լավ, գնացինք։ Հələ մի րոպե, ժողովուրդ, թութակին տարեք, հա, աղբորպես, ես օրնիտոֆոբիա ունեմ։ Ինչ։ Դե ես դաժեն պստիկ ծիպտիկներից եմ վախում, էլ որ մնաց այդ խոսացող քֆուր տվող թութակից, տարեք էլի աղբորպես։ Դո ես ուշուց տվող թութակին տանենք հետներես, որ անունը ինչ տնենք, դո։ Հայելի Պեպո, իր համար հանգիստ քնած է թութակը։ Լավ, գնացեք, հաջորդ գործի համար զանգ եկավ, գնացեք։ Այս հանգուցա տատի անունը ինչ էր։ Խաչիկ։ Պեպրուշ։ Ինչ է սիրուն անունը, դո։ Վատե կարա թողեք քնենք այ։ Հելեք ստեղից։ Դո ես թութակը իմ ձեռով է գդալու։ Պատար եմ անելու սրան, դո։ Ջան, ողորմի իրա։ Ցավակցում եմ, ողորմի։ Ցավակցում եմ։ Սիրոբ ջան, ցավակցում եմ տատիկի անժամանակ մահվան առիթով։ Շատ եմ ցավում, լավ տատիկ էր։ 90 տարեկան էր, չէ։ Ժանը չի բագնաս։ Հələ կարար ապրեր։ Տատս իմ թալիսմաններ, ինձ հաջողություններ բերել, ինչ եմ անելու հիմա տատի։ Ես ովքեր են եկել, ինչ թանկ արժեք հյուրեր են եկել։ Ցավակցում եմ սերով ջան։ Տեսար ինչ եղավ։ Իջի մի հատ։ Ցավակցեմ մի։ Ես եկել եմ ցավակցում հարազատ ջան։ Տատի նա։ Վերկասնես ովքեր են եկել։ Քո սիրած դերասաններն են եկել, տատ։ Եկել են քեզ հրաժեշտ տա։ Խնդրում գերեզմաններից էլ, տատի։ Վերջը համոզելու է տատը գերեզմանից վեր կենա կակ, Շանն էլ պաչեցի դրա։ Դե շուն կար։ Օրագարակ գնացեք։ Արտո, սպասի մի րոպե այս հավաքանը։ Բարև աղբոր ջան, ո՞նց ես։ Բարև, լավ եմ։ Բարև ձեզ, ես ձեր բոլորից շատ սիրում եմ։ Բարև։ Ես երբ ես եկել աղբեր ջան։ Ուր եմ եկել։ Ամերիկա, այդ ցավը տանեմ։ Անցած ամիս Երևանում տեսանք, չասիր որ գալու ես։
Գաստրոներ եկեք, ախպեր չան, գաստրոներ եկեք։ Բա եկել ես մի բերան ախպորը չես զանգում։ Այս հատուկ դիզայնգեի։ Բայց ուղղակի բանն էր մոռացել։ Հեռախոսի համարն էր մոռացել։ Բա որտեղ ես մնում։ Այնտեղ։ Գիտեք, մենք շատ ենք շտապում ճիշտ ասած, պարոն Համոպյանը դες անպայման կզանգի, իսկ հիմա գնացինք։ Անպայման կզանգի, անպայման, շատ շնորհակալ ստեսից։ Գոնչա։ Շեֆ ջան։ Ես լավ տղա եմ։ Բա ինչ ես այդ ցավը տանեմ։ Դու լավերի արքան ես։ Դու վերջն ես։ Մի հատ Լոս Անջելես ու մի հատ Բոբո։ Մարդիկ քո մոտ գալուց վախից պամպերս են ակրում ցավը տանեմ։ Լավ տղեն, իր հարազատին ուրիշի ձեռը չեր տա։ Չեմ ջոկում մտքի թռիչքը թակավոր ջան։ Կամպրից մասին եմ խոսում արա։ Այս ակցենտդ փոխել ես։ Շեֆ ջան, ես էլ եմ ուզում որ մեծանամ քո նման դառնամ։ Ինչա։ Շեֆ ջան, ախ այդ քեզ սազական չի, ինքը քեզ շատ է քֆուր տալի, ինքը ամեն ինչ քեզ ասում է։ Վատ բաներ ասում քեզ։ Սատի քֆուրը ասնավանի չի։ Շեֆ ջան, բաց ես էլ եմ ինձ մեղավոր զգում, ցավը տանեմ։ Դու ինչ համար։ Մի օր ուզում եմ ես գամփրին թույնիմ ես։ Շարունակի հելը։ Ցավը տանեմ, հիշում ես մի օր որ քո ծնունդն էր, ես իմ ընկերուս հետի մեկ է։ Հիշում եմ հետո։ Ես մեր ախպեր գամփրը, ես ընկերուս որ տեսավ սաղ ամեն ինչն պատմա, որ ում հետեմ է, ում հետեմ իրան դավաճան է, ամեն պոզիշններով պատմավ ցավը տանեմ։ Հետո ես ընկերուս ինձ այս բաժանվավ, ես ուզում վրեժս առնեմ, գնացի իրա կերակուրի ամանի կողմ որ թույն լցնեմ, գամփրը տեսավ ասավ, Գոնչո, եթե քեզ սիրեր, չեր թողնի գնա։ Ճիշտ է դատել։ Սաղ ճշտով է։ Բայց էդի քեզ չի պրգելու։ Գամփարս որ եկավ քեզ պատժելու ենք։ Շեֆ ջան, կարող եմ ինքս ինձ խփեմ։ Էդի գամփարը գորոշի։ Դու գնա մի հատ կոֆե դիրքում ենք։ Կապուչինո թե լաթե, շեֆ ջան։ Լսի 1000 անգամ ասել եմ։ Լաթե ու կապուչինո դրանք կոֆե չեն։ Չոր կոֆե։ Քաղցր թե դարը։ Դարը։ Իսկ լուծվող թե սև։ Արա սև, հայկական։ Իսկ փոք բաժակով թե մեծ Դոջայնայ համարս մեկը։ Չէ դու ուզում ես որ ինձ իմ պարտը խփի վերջը, հա։ Լավ էլի ախպոր պես։ Բայց տղայցյան, ես մեր արածը տերասանություն չի։ Ես մեր արածը տղերք, խապեղությունը։ Մեր արածը տղերք, սադր հանցագործություն։ Հայ։ Տերասանությունն էլ խապեղություն էլի։ Ինչ լավ ասեց։ Իսկ սենց որ գնա, չէ՞։ Մի երկու ամսից գլենդելու մի հատ տուն կառնեմ ինձի։ Կառնես։ Հա։ Բայց ոչ հիմա։ Ինչի՞։ Հիմա դուք պետքա բոլորդ մաքսիմում աչքի չընկնեք։ Բոլորիդ է վերաբերում, լսեցիք։ Խելացի բան է ասում։ Հա, խելացի բանկս է։ Բայց ստեղ մեր պրոբլեմը կա էլի։ Ինչա փողերը կեղծ է։ Հա։ Չէ։ Ստուգել եմ։ Խոսքը փողի մասին չէ։ Բա, բայց չի մասին է։ Այն բանի մասին է, այն բանի մասին է, որ այդ մեր նմանակները, այսինքն մենք ենք այդ ճանաչված մարդկանց նման, դրանք հարազատներ ունին, բարեկամներ ունին, ծանոթներ ունին, ու կրնա մեզի ճանչեն, մոդենան, բան, ժորը ձեզի օրինակ։ Լուրջ պրոբլեմ է տղեկ։ Հա։ Պատկերացրեք, մարդը մոտենում է ու հարց է տալիս։ Ու մենք այդ հարցի պատասխանը չգիտենք։ Այդ դեպքում ինչ ենք անելու։ Ինչ ես անելու, է։ Այդ դեպքում դու էլ հարցով ես պատասխանում։ Քեզ ասենք ասում է, աշո դու ինձ հիշում ես, դու էլ ասում ես, բա դու ինձ հիշում ես, կամ ասում է,
Հիշում ես Աշոտ իրար հետ հաց կերանք։ Դու էլ ասում ես, բա դու հիշում ես, որ իրար հետ հաց կերանք։ Ու տենց թողում ու գնում է։ Արա ես դու հաճար ես, գիտես Աշոտ, գագաս։ Էդի ֆիրմեննի ստիլնա։ Սա պատիրոզ ուզող, փող ուզող բարեկամներիցս տենց եմ ազատվել։ Սկզբի համար հա, օքեյ է։ Բայց դուք պետքա ձեր նմանակների մասին մաքսիմում ինֆորմացիա ունենաք։ Դա հետագայում մեզ պետք է գա օգտագործենք էլի։ Լավ բաքսես, լավ բաքսես։ Դե գնանք, հանգստանանք, լողանանք, պատրաստվենք վաղվա մեր միջոցառման։ Հուսով եմ, որ վաղն էլ հոգեացի չեք բաստարկցելու, հա։ Հաստատ չէ։ Էդ շատ լավ է։ Լսի, հես թութակը ձեն ձուն չի հանում, կարող է սատկել, հա։ Հելո մի նայենք։ Յա։ Պեպո, ես թութակը ուրա։ Ինչ է։ Թութակը ուրա։ Թութակը ինչ, բաց թողեցի թռավ գնաց։ Ոնց։ Այն։ Արոմա սուպերմարկետ, վայելեք լավագույնը։ Ես Քորի Թաթարյանն եմ։ Եթե ձեզ անհրաժեշտ է վթարի վնասվածքների համար փաստաբան, դիմեք ինձ։ Մենք կպաշտպանենք ձեր իրավունքները։ Զանգահարեք մեր գրասենյակ։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործած մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Հասեն 333 North Verdugo Road Glendale, ամրագրման համար 323 300 0003։ Ցանկացած ակսիդենտի դեպքում, երբ որ զանգում են մեզ, մեքենան գնում ենք, բերում ենք մեր մոտ, ինշուրանսից գումարը վերցնում ենք, ձեր մեքենան ֆիքսում ենք, ամբողջությամբ հետ ենք վերադարձնում ձեզ։ Մոնար։ 747 699 7999 Նախնական պատվերների համար զանգահարեք նախորոք Սանամյան Meat Market 747 699 7999 Լիովին վերանորոգված եւ վերափոխված Cielo Banquet Hall-ը ստեղծված է շքեղ միջոցառումների անցկացման համար Cielo Banquet Hall 818 504 8245 Միայն Legacy Partners ինշուրանսում կարաք ձեռք բերեք մինչև $2.5 միլիոն կյանքի ապահովություն առանց որևէ քննությունների։ Զանգահարեք, սկսենք այսօր։ Հատուկ օրվա համար պետք է հատուկ ծառայություն։ One Dream Limo, ձեր հարսանիքների, ծնունդների եւ VIP միջոցառումների լավագույն ընտրությունը։ One Dream Limo Պեպո, դու գիտես ինչ արեցին, դու գիտես ինչ արեցին, Պեպո։ Սենց սակի տո, քոնը առած կակազելու խեղտի մարդուն, ստանեցի տո։ Արա դուք Բոբոին չեք ճանաչում, տղեկ, Բոբոին դուք չեք ճանաչում, Բոբոն ինձ սաղ կթաղի։ Արեն ես քփուր քյապարներ էր տալիս, էլ չդիմացա, բացեցի ռադդ քաշի գնա։ Չեր դիմանում են ականջներդ փակեիր։ Չեմ կարա, ես արտինոֆոբիա ունեմ, որ ականջներս փակում եմ, վատանում եմ։ Ինչ։ Որ ականջներս փակում եմ, վատանում եմ։ Վայ լավ, Գրիշ ջան, հանգստացի, եղածը մի հատ ցիտիկ է, կգնանք պետքո, մի հատ սովորական ցիտիկ կառնենք, քֆուր կսովորացնենք, կտանք Բոբոին կասենք, ահ, քո թութակը։ Հա էլի, մի ընդամենը եղածը ցիտիկ չէ։ Արա դուք հասկանում եք ինչ եք ասում։
Սա յուրահատուկ ցետիկա։ Հա, Ամազոնի ջունգլիներից հատուկ բոբոյի համար են բերել։ Հետո այդ թութակը անձնագիր ունի, գիտեք։ Ու այդ անձնագրի մեջ բոլոր երկրների վիզաները խփած է։ Հասկանում եք դուք այդ բոլորը։ Այդ թութակը ավելի շատ է շրջագայել, քան այս բոլորս միասին։ Դո ես բոբոյին ճանաչում եմ, դո ապուշի մեկն է, որ բռնենք ագրավը ներկենք, տանենք տանք, չի ջոքի ագրավա թե թութակը։ Ասեմ իմանաք տղեկ, որ բոբոն այդ թութակի փետուրները մեկ առ մեկ ճանաչում է։ Եվ հետո իր նույնիսկ այդ թութակի ձայնը իր հեռախոսի ձայնի մեջ է դրել։ Ու ասեմ իմանաք, որ թութակը անենց երկելով է կփուրներ տալիս, որ հաստատ իրան ներկայացնեն գրեմի տեղը շահելու։ Եվ հետո մի բան էլ ասեմ լավ իմանաք, որ բոբոն մենակին չի պատճելու։ Բոբոն բոլորիս է պատճելու։ Հա, ճիշտ է ասում։ Բոբոն վայրենի անդաստիրակի մեկն է։ Մեզ սայնսկ սարքի ծտիկերու հայկական լավաշով կուտի ու վերջ։ Ես գործ ունիմ։ Ուր։ Սպասեք, ուրեմն պետքա գտնել թութակին։ Հետարքիր մարդ ես, մի Լոս Անջելես մի թութակ, որտեղից գտնեմ ես։ Հիմա հաստատ այդ հայվանը Վենեսի բիչում բանա, սելֆի անում ու գցում է ինստա։ Դե գնա քթի։ Պեպո, ես լսել եմ, որ թութակը տնից դուրս է գալի, ոնց որ թրդում է թումա տենցել հետ է գալի իրա տունը։ Դու ինչ որ դու քսես, դիք դինոզավրների մասին է։ Խոսքը կադվի մասին է, կադվի։ Տնիկը տա։ Համարյա։ Ո՞վ է։ Բոբոնա։ Արա է դուր։ Տո, պատասխանի, տո։ Ինչ պատասխանեմ։ Սա բան է, սա թութակը տեղում չէ, այս տարածքում է։ Հումոր ես անում ախպեր։ Հաբա Ջորջ, ձեզ չի լի, պետք է մի բան արվի, պետք է պատասխանվի։ Ես կպատասխանեմ։ Ալոա։ Արա գամպր դու ես այ աֆերիստ։ Հմեր սկսել ես աղջկա ձենով խոսալ, արա թաղեմ քեզ։ Գամպրը չի, պարոն Գրիշայի ասիստենտն է ձեզ հետ խոսում։ Բա Գրիշն ուրա։ Գիտեք, Գրիշան թութակին է վարժեցնում, առանձին սենյակում միասին աշխատում են, հա, խնդրելա, որ իրենց չանհանգստացնեմ։ Լավ, թող պարապի, բայց որ վերջացնի, թող մի հատ սելֆի ան, էլի։ Շատ եմ կարոտել, ուզում եմ տենամ եզդից։ Կներեք, ես ում նկատի ունեք, թութակին թե… Դու Գրիշին ասա, ինքը կջոգի։ Ուրեմն լսեք, ցանկացած գնով պետքա գտնել է թութակին։ Այսպես կանենք, կգնանք Բոբոյի տան մոտ ու կսպասենք։ Բոլոր կենթանիները միշտ վերադառնում են այն տունը, որտեղ որ նրանք ապրում են։ Ասում էի, չէ՞, տեսակ։ Բայց ես ձերդ չեմ կարագամ, ես տուն պետք է գնամ, գործ ունեմ։ Այ մարդ, դու տուն կնա, մենք առանց քեզ կերտանք։ Դե ուրեմն նստեք, շարժվենք, ժամանակ չկա։ Գնացինք։ Դուրս չի գալի ես ամեն ինչը գոնչա։ Ում պիտի խփեմ, շեֆ ջան։ Արա քուշկու միտնել մարդ խփելն արա։ Մի քիչ ուղեղդ աշխատացրա, ուղեղդ։ Հիմա ուղեղի դարա, ասկսար։ Խփեմ։ Շեֆ ջան, բայց պիտի ուղեղ էլի, որ աշխատացնեմ։ Այ ապրես։ Արա հազիվ կյանքիդ մեջ մի հատ կարգին բան ասեցիր։ Ապրես։ Ուրեմն ինչ ես անում։ Գնում ես Գրիշի տուն։ Մի հատ լավ հոտոտում ես։ Քիթդ ամեն ծակուցուկ խոթում ես։
Հələ մի հատ ջոգում ես ինչա կատարվում։ Եղավ։ Ամենտեղ օտոտեն։ Արա հա, ասի դուրսնել ներսնել։ Չէ, կարիք չկա, պարոն Եդիգարյան ջան։ Պարոն Եդիգարյանը միշտ էլ վարորդի աշխատանքը գնահատում է։ Չեմ էլ կասկածում, բայց այս անգամ թող իմ հաշվին լինի։ Մենք ձեզ շատ ենք սիրում։ Դե ապրես, շատ ապրես։ Տնեցիկին կբարևես։ Անպայման։ Ասա Եդիգարյանը բարևում է։ Մեծ սիրով, շնորհակալ եմ։ Սպասիլը։ Կնիկս միշտ ասում է, որ հավատարիմ է ինձ։ Երբեք չի խաբել։ Լավ առիթ է։ Ինձ դունեմ աշոտ Եդիգարյանի տեղը տենամ ոնց է իրան պահելու։ Էդո կզա։ Վայ, պարոն Աշոտ Եդիգարյան ջան դուք եք։ Պարոն Զեստիկի Կարինե, գագասը տանն է։ Չէ։ Դու գագասին որտեղից գիտես։ Վարշավիրանոցից։ Մարզերս գագասն է կտրում։ Պայմանավորվել ենք հանդիպել ձեր տանը, բայց եթե տանը չի կարող եմ դրսում սպասեմ։ Բա քո նման դերասանին պարոն ընկեր Աշոտ Եդիգարյան ջան, ես կթողնեմ դու սպասես։ Արի կոֆե կդնեմ, կոֆեն կխմես, մինչև գագասը գա։ Շնորհակալ եմ։ Համեցեք։ Ես ինչ մեծ բան։